Ողջույն Մեդինֆո հաղորդման շրջանակներում այսօր զրուցելու ենք սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ, թեման է սեքսուալ անհամատեղելիությունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր շատ կարևոր մի թեմայի մասին ենք խոսելու, կասեք պարոն Հակոբյան, ինչ է իրենից ներկայացնում սեքսուալ անհամատեղելիությունը։ Ընդհանուր առմամբ սեքսոլոգիայում սեքսուալ անհամատեղելիություն տերմինը բավականին հաճախ փոխարինվում է սեքսուալ աներդաշնակություն տերմինով, երբ որ զույգերի միջև գոյություն ունի սեքսուալ աներդաշնակություն եւ կարող է լինել ի սկզբանե, երբ որ ձևավորվում է զույգը եւ կարող է լինել ժամանակի ընթացքում իրար հետ ապրելու ընթացքում։ Ըստ էության գոյություն ունի անհամատեղելիության կամ սեքսուալ աներդաշնակության մի քանի ձևեր, պայմանավորված տարբեր գործոններով, տղամարդու թե կնոջ սեքսուալ ֆունկցիայի խանգարումներով, նրանց սեռական պահանջմունքներով, ինչպիսի սպասումներ ունեն սեռական կյանքից, եւ արդյոք նրանց սպասումները եւ իրականությունը համապատասխանում են իրար։ Եվ ահա այդ հակասությունների արդյունքում կամ ձևավորված կյանքի ընթացքում ձևավորված սեքսուալ խանգարումների արդյունքում է, որ սկսում է առաջանալ սեքսուալ աներդաշնակություն եւ ինչը պատճառ կարող է հանդիսանալ ընդհանուր գլոբալ իմաստով սեռական կյանքի ավելի սակավ լինելուն, հազվադեպ լինելուն, ընդհուպ միջև սեռական կյանքից հրաժարվել զույգերից յուրաքանչյուրի կամ երկուսի կողմից։ Իսկ որոնք են այդ առաջին նշանները, որ արդեն կարող ենք պարզել, որ կա սեռական անհամատեղելիություն։ Ըստ էության դա յուրաքանչյուրը կարող է զգալ իր սեռական կյանքի որակական կողմի պրոբլեմների հետևանքով։ Այսինքն ըստ էության, եթե անձի մոտ առկա է հոգեսեքսուալ բավարարվածության բացակայություն կամ նվազում, այնուհետև սկսում է արձանագրվել սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, կանանց մոտ արտահայտվում է դա օրգազմի խանգարումներով, անօրգազմիայով, տղամարդու մոտ առաջանում է սեռական սառնություն, նախաձեռնելու սեռական հարաբերություններ սկսելու այդ նախաձեռնողականության հրաժարում, ինչպես նաև կարող է դա սկսել արտահայտվել նաև տղամարդու այլ սեքսուալ խանգարումներով, դա էրեկցիայի խանգարումն է եւ սերմնաժետկման խանգարումները։ Ահա այդ կոմպլեքս խանգարումները կարող են տեղ գտնել զույգի սեքսուալ աներդաշնակության մեջ։ Եվ յուրաքանչյուր դեպքում կախված դրանից, թե որ գործոնով է պայմանավորված այդ աներդաշնակությունը, կարող է արտահայտված լինել կնոջ կամ տղամարդու այդ դժգոհություններով, այդ սառնությամբ, որը ձևավորվում է եւ վերջ-վերջով ձևավորվում է սեռական կյանքից փսիխոսեքսուալ անբավարարություն։ Իսկ պատճառները հիմնականում որոնք են, օրինակ սթրեսը կարող է պատճառ հանդիսանալ դրա։ Պատճառները իհարկե բազմաթիվ են, ցավոք սրտի մեր իրականության մեջ կան դեպքեր, երբ որ զույգերից մեկի մոտ սեքսուալ խնդիրները չեն բարձրաձայնվում, չեն խոսվում դրա մասին եւ կարծես թե քողարկում են դա եւ շատ հաճախ մենք ունենում ենք այդպիսի զույգեր, երբ որ դիցուկ կնոջ մոտ առկա է անօրգազմիա կամ սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, սակայն նա ամուսնական պարտքից ելնելով, այսպես կոչված, շարունակում է ապրել սեռական կյանքով եւ որը ըստ էության տհաճություն է պատճառում իրեն կամ հաճույք չի պատճառում։ Այսինքն հանուն զուգընկերոջ կամ հանուն ամուսնու ունենալ ապրել սեռական կյանք, դա կամաց-կամաց բերում է որոշակի սառնության։ Նույնը կարող է դրսևորվել նաև տղամարդու մոտ։ Եթե տղամարդու մոտ առկա է այս կամ այն սեռական խնդիրը կամ ինչ-որ դժգոհություններ կամ անբավարարություն սեռական զուգընկերուհու տվյալ դեպքում կամ կնոջ պարագայում, ապա քողարկման դեպքում կամ ժամանակի ընթացքում սկսում է առաջանալ սեռական սառնություն։ Եվ հա այս ամենը իրար հետ գումարած զույգի մոտ առաջ է բերում արդեն իսկ գլոբալ խնդիրներ։ Եվ իսուր չէ, որ ասում են, որ ամուսնալուծությունների կառուցվածքում ըստ էության վերլուծությունները ցույց են տալիս, որ մոտավորապես 30-ից 35% դեպքերում, որը բավականին մեծ տոկոս է, տեղի ունի սեքսուալ աներդաշնակությունները կամ սեքսուալ խանգարումները, որը որ զույգի մոտ արձանագրվել է, կամաց հանգեցնելով արդեն ընդհանուր առմամբ անձանց միմյանցից
հեռացման։ Իսկ որ դեպքում է, որ արդեն հնարավոր չի, որ զույգերը խնդիրը փորձեն ինքնուրույն լուծել եւ արդեն պետք է դիմեն մասնագետին, դա որ փուլն է։ Ցանկացած խնդրի արձանագրման դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել մասնագետի, ինչը որովհետեւ եթե խնդրը խորը չէ եւ զույգի մոտ դեռևս չի առաջացրել լրջագույն խնդիրներ, ապա նույնիսկ մեկ խորհրդատվությունը, ամբողջական վերլուծությունը խնդրի բավարար է լինում սեքսուալ խնդիրը լուծելու համար։ Սա սկզբնական փուլում, իսկ արդեն երբ որ բարդացել է խնդրը, սկսել է առաջանալ անձանց միջև արդեն հակասություններ, իրենց բնավորության շեշտվածությունների դրսևորումներ եւ այս սուրս կողմերը, երբ որ արդեն ընտանեկան կյանքում առաջացել են, ապա այս պարագայում արդեն որոշակիորեն ժամանակատար է լինում խնդրի լուծումը եւ զույգից պահանջում է արդեն մեծ ջանքեր, ինչպես նաեւ բժշկից։ Ուստի այս պարագայում մենք խորհուրդ ենք տալիս ցանկացած խնդրի արձանագրման դեպքում, երբ որ առկա է էրեկցիայի խանգարում, էյակուլյացիայի խանգարում, սերմնաշերտման խնդիրներ, կնոջ մոտ օրգազմի խանգարումներ կամ սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ապա անմիջապես դիմել, որպեսզի մենք ժամանակին արձանագրենք խնդիրը եւ շատ հեշտ եւ շատ արդյունավետ կարողանանք լուծել այդ խնդիրը։ Չէ՞ որ շուտ հայտնաբերման դեպքում դեռևս չի գումարվում այլ սեքսուալ խանգարումները, որոնք բարդացնում են եղած խնդրը։ Ուստի դրա համար նույնիսկ ամենասկզբնական փուլում մեկ ամբողջական լիարժեք խորհրդատվական բժշկական զրույցը եւ կոնսուլտացիան բավարար է լինում խնդիրը շտկելու համար։ Սակայն մնացած դեպքերում, եթե հարայս է լինում եւ հոգեթերապևտիկ աշխատանք են կատարում եւ դեղորայքային բուժում ենք նշանակում, այնպես որ կարողանում ենք լուծել։ Այսինքն սեքսապաթոլոգիա եւ հոգեբանի համատեղ աշխատանք է պահանջվում։ Սեքսուալ խանգարումների բուժման կառուցվածքում մեծ տեղ ունի նաեւ սոցիոգեն եւ պսիխոգեն գործոնների վրա ազդեցությունը։ Այսինքն սեքսոլոգիական բուժումը իր մեջ ենթադրում է եւ դեղորայքային բուժում, եւ հոգեթերապևտիկ աշխատանք, եւ սեքս թերապիայի որոշակի մեթոդների կիրառում, այսինքն ինքը կոմպլեքսային բուժում է, որը ընդգրկվում է եւ իրականացնում է բժիշկ սեքսոլոգը կամ սեքսապաթոլոգը։ Այ պարոն Հակոբյան, երբ որ խոսում ենք պատճառների մասին, կարող ենք պատճառ նաև համարել զույգերի նաև տարիքային անհամապատասխանությունը, մեծ կամ փոքր տարիքի ամուսնությունները։ Գիտեք, եթե սեռական կոնստիտուցիաները իրար համընկնում են, այսինքն սեռական ցանկության եւ սեռական ակտիվության լիմիտավորումը սեռական կոնստիտուցիան իրար համապատասխանում են, ապա տարիքային գործոն այդչափ մեծ դերակատարություն չի ունենում կամ գրեթե չի ունենում։ Փորձը ցույց է տալիս, որ կարող է լինել շատ ներդաշնակ զույգեր, որոնք տարիքային մեծ տարբերություն ունեն, եւ նաեւ հակառակը։ Այսինքն տարիքային գործոնը ինքնին միայնակ հենց ինքը որպես այդպիսի գործոն բացական իմաստով դերակատարություն չունի։ Դրա հետ միասին եթե գումարվեն այլ գործոններ, դիցոք օրինակ տղամարդու տարիքային գործոնը գումարած նաև իր սեքսուալ որոշակի խանգարումները կամ հակառակը կնոջ պարագայում, ապա դրանք են նոր, որ կարող են հանգեցնել սեքսուալ աներդաշնակության։ Իսկ մնացը զուտ ինքը տարիքային գործոնը ոչ։ Իսկ երբ որ խնդիրը փորձում են զույգերը ինքնուրույն լուծել եւ չդիմել մասնագետի, այդ ժամանակ ինչ եք նկատում, ինչ հիմնական սխալներ են նրանք անում։ Իհարկե, առաջին քայլը պետք է զույգը իրար հետ խորհրդակցեն, զրուցեն, քննարկեն խնդրի մասին, քննարկում ունենան։ Եթե այնպիսի շտկումներ են, որոնք որ կարող են մարդիկ իրենց իրականացնել եւ կարողանալ խնդիրը լուծել, այսինքն դա թեթև խանգարումներ է, թեթև խնդիրներ է, որոնք պայմանավորված էին միմյանց ինչ-որ բնավորության առանձնահատկություններով, նախապատվության առանձնահատկություններով, սպասումների եւ ռեալ իրականության հակասության այդ տարբերություններով, ապա կարող է եւ կարողանան խնդիրը լուծել։ Սակայն հենց այդ է խնդրը, երբ որ զույգերը մեզ դիմեն շատ ուշ, եւ երբ որ հարցնում ենք ինչու եք այդքան ուշ դիմել, նրանք պատասխանում են, որ մենք կարծում ենք, որ խնդիրը կարող ենք ինքնուրույն լուծել։ Փորձը ցույց է տալիս, որ խնդիրների գերակշիռ մեծամասնություն ինքնուրույն չեն լուծվում, եւ դա անհրաժեշտ է լինում բժշկական բուժօգնություն, բժշկական բուժում, օգնություն։ Ուստի դրա համար հազվագյուտ են այն դեպքերը, որոնք որ սեքսուալ խնդիրները կարող են ինքնուրույն զույգը բուժել, կարգավորել, հաղթահարել։ Դա այդպես հիմնականում չի լինում եւ անհրաժեշտ է լինում բժշկական միջամտություն։ Ուստի դրա համար հենց ինչքան որ ավելի վաղ դիմենք, այնքան ավելի
խնդիրը էֆեկտիվ եւ կարճ ժամկետում կլուծվի։ Այսինքն կարող ենք ասել, եթե դիմում են բուժումը երկարատև չի լինում, կարճ բուժում է պահանջում, իսկ հիմնական դեղորայքային է։ Հիմնականում կոմպլեքսային է բուժումը եւ դեղորայքային եւ հոգեթերապևտիկ եւ ընտանիքի զույգի հետ աշխատանք, ասեմ, որ ամենակարևոր գրավականը բուժման արդյունավետության դա զույգային թերապիան, այսինքն մենք աշխատանք իրականացնում ենք ամուսնական կամ սեքսուալ զույգի հետ, որը որ ամենաէֆեկտիվն է, որովհետև յուրաքանչյուրի խնդիրը կարող է արտացոլվել եւ առաջ բերել մյուսի մոտ խնդիրներ կամ տվյալ դիցուկ տղամարդու խնդրը կարող է ածանցված լինել կնոջ սեքսուալ խնդիրների պատճառով։ Ուստի դրա համար անպայման զույգային մոտեցում ենք կիրառում, որպեսզի խնդիրը լիարժեք նախ պարզաբանենք եւ երկրորդը լիարժեք լուծենք։ Իսկ խնդիրը վերջնական բուժվում է, թե հնարավոր է, որ տարիների ընթացքում նորից նույն խնդիրը գլուխ բարձրացնի։ Ցանկացած առողջական խնդիր կարող է ժամանակի ընթացքում գլուխ բարձրացնել, եթե մենք չենք կիրառում դրա կանխարգելման համար ջանքեր չենք գործադրում։ Բայց նորից եմ ասում, որ սեքսուալ խնդիրների մեծ մասը լիարժեք բուժում եւ կարգավորվում է, եւ նաեւ պետք է որոշակի հոգատարություն ինչպես ընդհանուր առողջության, այնպես էլ սեռական առողջության վերաբերյալ։ Չէ՞ որ սեռական առողջությունը դա ընդհանուր մարդու առողջության բաղկացուցիչ մասն է։ Եվ երբ որ մենք հոգ ենք տանում դրա մասին, այսինքն մի շարք պարամետրեր կան, խուսափում ենք վնասակար սովորույթներից, կիրառում ենք ճիշտ եւ բալանսավորված սնունդ, փորձում ենք խուսափել վնասակար սովորույթներից, սեռական կյանքի ռեգուլարությունը պահպանվում է։ Այդ պարագայում արդեն հավանականությունը, որ առաջանա սեռական խնդիրներ եւ սեքսուալ անհամապատասխանություն կամ անդերդաշնակություն, դա արդեն մոտենում է 0-ի։ Իսկ ինչ խորհուրդ կտաք մեծ դիտողներին եւ այն երիտասարդներին, թե աղջիկներին, թե տղամարդկանց միջև ամուսնանալը կամ ամուսնանալուց հետո որքան ժամանակ պետք է այցելել բժշկի, որպեսզի հետագայում նման խնդիրներից խուսափեն։ Մենք միշտ խորհուրդ ենք տալիս միջև ամուսնանալը այցելել, երկուսով այցելել, որպեսզի անցնել նախամուսնական սեքսոլոգիական խորհրդատվություն, որը չափազանց կարևոր դերակատարություն ունի։ Այդ խորհրդատվության ընթացքում ուսումնասիրվում է որոշակի պարամետրեր, որոշակի պարզունակ հետազոտություններ է կատարվում, որոշվում է սեռական քրոնիկական ինֆեկցիաների բորբոքումների արկայությունը կամ բացակայությունը, ռեպրոդուկտիվ որոշակի սերմնաղուկի հետազոտություն է կատարվում։ Լսում ենք զույգին, չափումներ ենք իրականացնում համոզվելու համար, թե տվյալ անհատի մոտ ինչպես է սեռական կոնստիտուցիա է, ինչպիսին է նրա սպասումները եւ նրա այդպես ասած էքսպեկտացիաները սեռական կյանքից եւ այս ամեն ինչը համապատասխանեցնելով կարողանում ենք զույգի համար ստեղծել կարևորագույն նախապայման երջանիկ ընտանեկան կյանք սկսելու համար։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Սիրելիներից հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ, եղեք առողջ, իսկ մենք կհանդիպենք։